Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները։ Առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Վիճակագրական վերջին տվյալների համաձայն Հայաստանում ամեն 47-րդ բնակիչը քաղցկեղ ունի։ Մտահոգիչ պատկեր է։ Այս առումով հատկապես հարվածի տակ են կանայք իրենց կրծքագեղձի քաղցկեղի դառը պատմություններով։ Այսօրվա գիշերային զրույցի իմ հյուրը կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ Ներսես Բերբերյանն է։ Ներսես, բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, թեման բավականին ակտուալ է, չքննարկված, կարծում եմ, մեզ սպասվում է բավականին երկար։ Ձեզ շնորհակալություն, որովհետև այո, բավականին բան կա ասելու հենց այս թեմայի շուրջ եւ ոչ թե միայն կրծքագեղձի քաղցկեղ որպես հիվանդություն, այլ իրեն ուղեկցող բոլոր հոգեբանական խնդիրները բացահայտելու խնդիր ունենք մենք այսօր, այնպես որ շատ շնորհակալություն հրավերի համար։ Ներսես, կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդացության մեջ ամենատարածվածն է եւ գնալով չի նահանջում, այլ նույնիսկ կարծես թե ավելի է շատանում։ Որոնք են հիմնական պատճառներ, կան վարկածներ, ինչու չի նահանջում, այլ հակառակը ավելի է շատանում։ Ինչպես բոլոր քաղցկեղները միտում կա երիտասարդացման, իսկ կրծքագեղձի քաղցկեղի առումով ես կասեի ավելի շատ մենք սկսել ենք ավելի վաղ հայտնաբերել, որովհետև մեր սարքավորումներն են զարգացել, մամոգրաֆիայի գերճշգրիտ սարքերի շնորհիվ, սոնոգրաֆիայի սարքերի շնորհիվ մենք կարողանում ենք նախաքաղցկեղային եւ քաղցկեղի զերոյական փուլերը հայտնաբերել, որոնք նախկինում արդեն սկզբից չէին տեսնում, այլ տեսնում էինք ավելի ուշացած փուլերում, առաջին, երկրորդ, երրորդ ավելի մեծ հասակ կանանց մոտ, իսկ հիմա ավելի երիտասարդ հասակում ենք կարողանում հայտնաբերել, դրա համար էլ այն միտումը կա, որ ինչ որտեղ ասում ենք, որ երիտասարդացել է, իրականում չէ, ես չէի ասի, որ հստակ երիտասարդացում կա, այո, կան դեպքեր, նկատում ենք դեպքեր, որ կա ագրեսիվ տեսակի կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի շատացում, ու դա հատկապես կանանց մոտ է լինում, բայց ընդհանուր առմամբ ես կասեի, որ տենդենսը նույնն է, դանդաղ աճ, ինչպես բոլոր քաղցկեղների ժամանակ։ Պատճառները հստակ չգիտենք, 20%-ն է ժառանգականությամբ պայմանավորված, բայց մնացածը սպորադիկ դեպքեր են։ Առաջի հերթին մեր միջավայրը, մեր սնունդը, մեր մթնոլորտը, ստրեսը, կյանքի դժվարությունները, հիվանդությունները, կովիդի նման, որոնց հետևանքները դեռ երկար մենք պիտի ուսումնասիրենք ու հասկանանք ինչեր բերեցին, իմունիտետի լուրջ անկմամբ ուղեկցվող հիվանդությունները, այդ բոլորը դեր են խաղում եւ բերում են քաղցկեղների առաջացման։ Եթե օրգանիզմում հակումը կա կոնկրետ այդ վնասի քաղցկեղային էստակադայի սկսելուն, ապա այդ տրիգերի միջոցով դա առաջանում է։ Բայց հստակ պատճառ չունենք ցավոք սրտի։ Ասելով երիտասարդացել է կամ երիտասարդանում է, մոտավորապես որ տարիքային միջակայքը նկատի ունենք, եթե կա իհարկե նկատելի է։ Կրծքագեղձի քաղցկեղի 50%-ը եւ մի քիչ ավել հիմնականում 45-50 տարեկանից հետո է լինում։ Հիմա սկսել ենք ավելի շատ տեսնել 35-ից 45 տարեկան միջակայքում դեպքեր կրծքագեղձի քաղցկեղի եւ դա ինչով է շատ ուշադրության արժանի։ Այդ տարիքի կանայք հիմնականում ռեպրոդուկտիվ տարիքում, կյանքը նոր ձևավորելու տարիքում, կարիերայի ամենածաղկուն տարիքում կանայք են եւ այս տարիքում է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում։ Եթե 65-70 տարեկան կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, նա բուժումները ստանում է, գալիս է վիրահատության, զրուցում ենք, հիմնականում, հատկապես մեր հայ կանայք, բժիշկ ջան, ինչ կարող ես անել, վերջնականապես ազատվեմ, կուրծքը չի հետաքրքրում։ Ցավոք սրտի Հայաստանում այդպես է, չնայած օրինակ Եվրոպայում նույնիսկ այդ տարիքի կանայք շատ ուշադիր էին իրենց կրծքի նկատմամբ, դա արդեն մենտալիտետի հարց է, բայց Հայաստանում այս մեծ տարիքի կանայք ավելի
հեշտությամբ են ազատվում կրծքագեղձից, որովհետև իրենց մոտ ավելի դոմինանտ է հիվանդությունից ազատվելու գաղափարը, իսկ երիտասարդ կանայք ֆիքսված են իրենց օրգանիզմի վրա։ Իրենց համար կրծքագեղձը շատ կարևոր է, կնոջ համար կրծքագեղձը սեքսուալության առումով, իր ինքնության, ինքնահաստատման առումով շատ կարևոր օրգան է եւ ցանկացած սպի, ցանկացած փոփոխություն կրծքագեղձի վրա դա շատ լուրջ հետք է թողնում եւ շատ դժվար է այն կանանց հետ, ովքեր ֆիքսված են գեղեցկության եւ մարմնի վրա եւ իրենց մոտ այդ հիվանդության բուժման պլանը երկրորդային է։ Այստեղ է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, հատկապես հոգեբանական առումով, հիվանդությունը հաղթահարելու առումով եւ ճիշտ բուժում անցկացնելու առումով։ Ներսես, կրծքագեղձի քաղցկեղը ունի տեսակներ։ Խոսենք տեսակների մասին, հատկապես որ տեսակն է ավելի շատ տարածված։ Արագ ուղղակի ասեմ, որովհետև բավականին մեծ թեմա է։ Ունենք հիմնական 4 տեսակ, երկուսը հորմոն կախյալ տեսակներն են, որոնք ավելի շատ հանդիպում են մեծահասակ կանանց մոտ, եւ մյուս երկուսը հերդրական ու տրիպլ նեգատիվը հանդիպում են երիտասարդ կանանց մոտ։ Այս երկու տրիպլ նեգատիվ եւ հերդրական ուռուցքները բնութագրվում են ագրեսիվ բնույթով, շատ արագ ժամանակահատվածում զարգանալ, աճել եւ տարածվել։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հենց երիտասարդ կանանց մոտ ինչքան հնարավոր է վաղ փուլում հայտնաբերենք կրծքագեղձի քաղցկեղը։ Բայց մյուս կողմից կնոջ համար շատ կարևոր է հորմոն կախյալ ուռուցքները։ Ինչու՞։ Որովհետև հորմոն կախյալ նշանակում է հիմնականում էստրոգենով պայմանավորված ուռուցք, իսկ էստրոգենը կնոջ համար դա կանացիության հորմոնն է, բայց ցավոք սրտի կրծքագեղձի համար դա տրիգեր է եւ մեր ամբողջ բուժումը ուղղված է այդ էստրոգենը ճնշելու, ընդհանուր մինչև կանգնեցնելու եւ դա, եթե կինը մի քիչ ավելի երիտասարդ տարիքում է դեռևս ունի դաշտանային ցիկլ եւ այդ ռեպրոդուկտիվ տարիք, ապա մենք դադարեցնում ենք այդ ամեն ինչը, այո, ստիպված քոնը 2 տարի մինիմում, որից հետո նոր կարողանում ենք կնոջը թույլ տալ հղիանալ, բայց հաշվի առնելով ռիսկերը, իրեն տեղեկացնելով, որ դա ռիսկ է։ Այս կանայք են, եթե հանդիպում են հորմոն կախյալ մի քիչ երիտասարդ տարիք, ամենամեծ խնդիրը իրենց հետ է։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման առումով անչափ կարևոր է ուշադիր լինել օրգանիզմի ազդակներին, չանտեսել դրանք, պարբերաբար այցելել մասնագետին եւ անհրաժեշտաբար անցնել բոլոր հետազոտությունները, որոնք նշանակել է բժիշկը։ Շատ կարևոր է ինքնախնամքը, անչափ կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես մաշկի առողջությանը։ Եվ այդ առումով մեզ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Skin ընկերությունը, որն առաջարկում է կոսմետոլոգիական եւ մազահեռացման պրոֆեսիոնալ սարքերի մեծ տեսականի։ Սարքերն ունեն բարձր արդյունավետություն եւ ապահովում են մշտական արդյունք։ Մազածածկույթը վերացնելուց բացի, սարքերը բարելավում են մաշկի որակը, վերացնում անհարթությունները, վերականգնում էլաստիկությունն ու գույնը։ Սարքը ձեռք բերելիս փորձառու բժիշկ մաշկաբանի կողմից անցկացվում է նաեւ ուսուցում, որի ընթացքում դուք կսովորեք սարքի առանձնահատկություններն ու կիրառման ճիշտ եղանակները։ Գործել 25 տարի եւ շուկայում մշտապես մնալ առաջատար։ Սա արդեն խոսում է որակի ու հաճախորդների գոհունակության մասին։ Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել վերոնշյալ համարով։ Կրծքագեղձի քաղցկեղը ինչպես է ազդում կնոջ սեռական ցանկության վրա կամ ընդհանրապես սեռական առողջության վրա։ Շատ լուրջ հարված է, ես կասեի։ Գիտենք Մասլոուի պիրամիդան, ամենաներքևում ինստինկտային պահանջներն են, երկրորդում գալիս է ապահովությունը, ինչպես է օրգանիզմը վտանգի ժամանակ իրեն պահում, այ երրորդում նոր գալիս է սեր, զուգընկեր եւ այդ ամեն ինչը։ Եթե կինը ստանում է կրծքագեղձի քաղցկեղ դիագնոզը, ապա նա արդեն ինքնաբերաբար իջավ երկրորդ, նույնիսկ առաջին եւ ֆիքսվեց այդ մակարդակում, այլևս չի էլ մտածելու երրորդի մասին։ Բնականաբար այդ ամեն ինչը հետ է մղվում, կինը լրիվ մոռանում է դրա մասին, որովհետեւ առաջի հերթին ինքը մտածում է ոնց անի, որ հիվանդությունից բուժվի, երկրորդը ոնց անի, որ իր կանացիությունը չտուժի։ Եվ այո, երբ որ ունենում ենք քիմիոթերապիաներ, դրանք իրանց հերթին ազդում են։ Մի 6 ամիս կնոջ կյանքից կարելի է ասել նա կորցնում է երկյանքից, որովհետև անընդհատ բուժումներ, անընդհատ վատ զգալ, անընդհատ խնդիրներ, մազաթափություն, սեռական օրգանների հետ կապված
կողմնակի ռեակցիաներ, օրինակ այդ ներքին օրգանների, սեռական օրգանների չորություն է լինում այդ բուժման ֆոնի վրա, ցանկությունն է կորում, հետո գալիս է վիրահատությունը, այստեղ շատ լուրջ խնդիր ունենք, արդյոք կարողանալու ենք կրծքագեղձ պահպանողական վիրահատություն անել, թե ոչ, հետո գալիս է հորմոնալ երկարատև հակահորմոնալ բուժումը, էստրոգենը ճնշելը, կնոջը մտցնել մենոպաուզալ վիճակի մեջ, արգելել հղիություն առնվազն 2 տարի, բնականաբար այս պայմաններում շատ դժվար է եւ այստեղ շատ կարեւոր է հենց առաջի պահից հոգեբանական ճիշտ ուղղորդումը կնոջը։ Եթե կնոջ կողքին լինի զուգընկեր, ամուսին, եթե լինի կողքը մասնագետ, հոգեբան, եթե նա վստահություն գտնի իր բժիշկի մեջ, այդ ամեն ինչը կարողանանք իրեն ճիշտ հասցնել, եթե նա դուրս գա այդ շոկային վիճակից, ընդունի փաստը, որ այո, ունենք հիվանդությունը, բայց պետք է հաղթահարել, ոչինչ, կարող է ինչ-որ մի բան տուժի, բայց իմ կյանքը կպահեմ եւ բոլորի օգնությամբ ես կկարողանամ նույնիսկ պահպանողական վիրահատության հասնել, արտաքին տեսքը սպայել, ապա այդ դեպքում մենք կհաղթենք։ Եվ իմ փորձից ելնելով ասեմ, այն կանայք, ովքեր որ ի սկզբանե մարտական են տրամադրված, իրենք անպայման հասնում են լավ արդյունքների։ Այն կինը, որը որ ի սկզբանե մտնում է այդ տրագեդիայի մեջ, վայ ինչու տենց եղավ, ինչու այդպես եղավ, հիմա ինչ պիտի անեմ, դեռ ունենք 6 ամիս, բայց արդեն վիրահատությունից են խոսում, ես կուրծքը չեմ վիրահատելու, այստեղ է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում։ Դրա համար հոգեբանական օգնությունը եւ աջակցությունը շատ կարեւոր է։ Ցավոք սրտի այդքան էլ շատ զարգացած չէ մեր երկրում եւ այդ ամեն ինչը մեր վրա է հանգնում։ Օրինակ ես որպես վիրաբույժ առաջին բախումն է իմ եւ այս հիվանդության միջև։ Դիագնոզը իմ մոտ է հաստատվում։ Ես պիտի կնոջը ասեմ, որ ձեր մոտ կրծքագեղձի քաղցկեղ կա։ Փուլը, բուժման մարտավարությունը պիտի պատրաստեմ։ Ու դա բավականին շատ ժամանակ ինձնից էներգիա է խլում, բայց լավ է ստացվում, որ հիմնականում կարողանում եմ այդ կնոջ մոտ լավատեսությունը ներշնչանք տալ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ վստահությունը, շատ կարեւոր է, որ նա բժիշկին վստահի։ Եվ փորձում ենք այդ ամեն ինչ անել։ Իհարկե զարգացած երկրներում դրա համար կան հատուկ մասնագետներ, բժիշկը դիագնոզը ասում է 4, ձեր մոտ այսինչն է եւ սկսում են հոգեբանները աշխատել։ Դա էլ մյուս կողմն է, ամեն դեպքում ասածս ինչ է, հոգեբանական աջակցությունը բոլոր մակարդակներում, ընտանիք, զուգընկեր, երեխաներ, եթե մեծ են, բժիշկներ, բարեկամներ, այդ բոլորի կողմից պետք է լինի։ Հատկապես այստեղ առանձնահատուկ հոգեբանական օգնություն պիտի ցուցաբերի ամուսինը։ Այո։ Որ եթե կա, որպեսզի կինը իրեն միայնակ չզգա։ Ներսես շատ կարևոր է ախտորոշումը եւ դրանից զատ նաեւ ինչ նշանների, ինչ գանգատների, ինչ ազդակների պիտի ուշադրություն դարձնի կինը մինչեւ ախտորոշման հասնելը կամ գուցեև իրեն կարող են հուշել, որ ինչ-որ բան այն չէ։ Կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ախտանիշները պտուկի ներքաշվածություն, պտուկից հատկապես արյունային արտադրություն, վերքային մակերես մաշկի հատվածի վրա, կրծքագեղձի կամ պտուկ արիոլայի վրա, լիմոնի կեղևի հիշեցնող ախտանիշ, շոշափվող գոյացություն, որը որ չի եղել, կինը դրա մասին չգիտի, նոր է առաջացել եւ միակողմանի հատկապես թևատակում մեծացած շոշափվող ավշային հանգույցներ։ Այսպիսի մի քանի ախտանիշներ կան, կլասիկ ախտանիշներ են կրծքագեղձի քաղցկեղի, մաշկի կարմրությունը, բորբոքումը, հատկապես միակողմանի, անհասկանալի, կերակրող չէ, ինչ որ մի բան չի կծել կամ հարված չի եղել, բայց օգտվելով առիթից ուզում եմ շեշտել, պետք չէ սպասել ախտանիշների հայտ գալուն։ Ախտանիշներ ի հայտ եկան, նշանակում է մենք առնվազն երկրորդ փուլի հետ գործ ունենք։ Մենք այսօր ուրիշ մակարդակի վրա ենք։ Մենք այսօր ամենավաղ փուլում հայտնաբերելու մակարդակի վրա ենք։ Մենք դրա հնարավորություն ունենք։ Պետք է կինը ուղղակի տարին 1 անկախ գանգատներից, ախտանիշներից
գա հետազոտվելու 40 տարեկանից սկսած մամոգրաֆիկ հետազոտությունները ու պետք չի վախենալ միֆերը շատ են մամոգրաֆիան ջարդում է կրծքագեղձը ինքը քաղցկեղի առաջացնում ռադիացիա է այսօրվա նորագույն սարքավորումները նույնիսկ այն սարքավորումները որ մենք ունենք կինը ինքն է կառավարում ունի հատուկ վահանակ մենք իրեն ասում ենք դու կարող ես այդ վերջի սխմվածությունը անել ինչքան քեզ պետք է ու փորձը ցույց է տալիս որ մեկ-մեկ իրենք ավելի շատ են սխմում, քան մենք կսխմեինք։ Հոգեբանական է։ Եվ երկրորդը ճարագայթումը մեկ մամոգրաֆիկ հետազոտության ճարագայթումը հաշվարկված է, որ այն մոտավորապես հավասար է մեկ միջին թռիչքի ինքնաթիռով։ Այսինքն շատ չէ, այսօր նորագույն սարքավորումներ են, որոնք ունակ են հայտնաբերելու շատ վաղ ուռուցքը։ Պետք է տարին 1-40-ից սկսած անկախ գանգատներից հետազոտվել։ Պետք չէ կինը գա հետազոտվի, ամեն ինչ նորմալ լինի, ասի դե լավ է, ես իմ մոտ ամեն ինչ նորմալ է, այլևս չեմ հետազոտվում։ Չէ, տարին մեկ մենք չգիտենք քաղցկեղի երբ կսկսվի։ Իսկ երիտասարդ կանանց համար սոնոգրաֆիկ հետազոտությունները մինչև ինչ որ գանգատ կամ ինչ որ մի բան նշմարելը։ Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում տուժում է կնոջ թե հոգեբանական, թե սեռական առողջությունը։ Արդեն իսկ ախտորոշումը բավականին լուրջ հարված է, իր հետ բերելով զանազան հետևանքներ։ Անմասն չի մնում նաև ամուսնու սեռական առողջությունը, քանի որ հասկանալի պատճառներով վիճակը նաև ծանր է անդրադառնում ամուսնու վրա։ Նման դեպքերում սեռական առողջությունը վերականգնելու համար օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը Մեգապոտենցին Long բուսական հավելումով։ Մեգապոտենցին Long-ը ունի մի քանի առավելություններ։ Առավելություններից մեկն այն է, որ այն բուսական է, հարուստ վիտամիններով եւ միկրոէլեմենտներով։ Բացի այդ, կախյալություն չի առաջացնում, ինչը շատ տղամարդկանց համար բավականին դրական հանգամանք է, քանի որ շատերը խուսափում են քիմիական դեղամիջոցներ ընդունելուց, մտածելով, որ դրանք կարող են առաջացնել որոշակի խնդիրներ։ Մյուս առավելությունն այն է, որ տուփի մեջ վիտամիններն ու միներալները առանձնացված են եւ ընդունվում են նույնպես առանձին։ Մեգապոտենցին Long-ը ունի բարձր արդյունավետություն, որը տղամարդիկ նկատում են բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում։ Ներսես, բուժումը բավականին բարդ է եւ կանայք բավականին երկար ճանապարհ են անցնում։ Վիրահատություն, երբեմն նաև մաստեկտոմիա, մինչ այդ գուցեև քիմիոթերապիա, ինչպիսի ազդեցություն է թողնում այդ ամենը կնոջ սեռական առողջության վրա։ Մասնավորապես որ էտապում է արդեն կինը կարող նկատել, որ սեռական առողջությունը կարծես թե այն չէ։ Ինչպես նշեցի, բոլոր փուլերում էլ մենք ցավոք սրտի հարված ենք հասցնում կնոջ սեռական առողջությանը։ Դիագնոզը ստանալուց, դիագնոստիկ փուլում։ Հոգեբանական քիմիոթերապիաների ժամանակ այդ քիմիոթերապևտիկ դեղերի կողմնակի ազդեցությունները, վիրաբուժությունը որպես միջամտություն կրծքագեղձի օրգանի վրա, բայց ամենաշատը դա հետվիրահատական երկարատև հորմոնալ, հակահորմոնալ բուժումն է, որտեղ հարց է դրվում ցիկլը դադարեցնելու, պտղաբերության ռեպրոդուկտիվ ֆունկցիան կանգնեցնելու, եթե ցանկություն կա հղիանալու, դա հետ մղելու, այս պահին չի լինելու, հատկապես հակահորմոնալ բուժումը ես նկատել եմ, որ բավականին վատ են տանում կանայք, շատ վատ։ Այդ կտրուկ մենոպաուզան, որը որ մենք առաջացնում ենք վիրահատությունից հետո, այո, հարկադրաբար մենք ստիպված ենք առաջացնում, որպեսզի ուռուցքը գլուխ չբարձրացնի, ինքը շատ վատ է ազդում եւ կանայք շատ ցավոտ են տանում, օրգանիզմում լիքը խնդիրներ, երիտասարդ կանանց մոտ օստեոպարոզ, ոսկրային ցավեր, դա բնական ընթացք է, երբ որ կինը մտնում է ինքնաբերաբար մենոպաուզայի մեջ, սենց տենց լինում են։ Ճիշտ էնդոկրինոլոգիական հսկողություն է պետք, ճիշտ դիետա է պետք, կինը պետք է գիտակցի, որ իր մոտ նոր փուլ է սկսում կյանքի, էապես տարբեր, այնինչ որ ինքը մինչև այդ հիվանդությունը ունեցել է ապրել է, հիմա փոխվում է, սկսած սննդակարգից, սկսած ֆիզիկական ակտիվությունից, սկսած իր օրգանիզմին հետևելու որոշ պահանջներ, վիտամինային պահանջների լրացում, այդ ամեն ինչը կինը պետք է կարողանա
հաղթահարի, պետք է կարողանա մտնի այդ նոր էտապի մեջ եւ այն կանայք, որոնք որ ուշադիր են այդ ամեն ինչին, իրենք կհաղթահարեն։ Բնականաբար նաեւ հոգեբանորեն պատրաստ են դրան, որովհետեւ մենք այդ ամեն ինչը բացատրում ենք, ասում ենք, որ այսպիսի բաներ են սպասվում ձեզ, բայց այդ ամեն ինչը հաղթահարելի է։ Այնպես որ կինը պետք է առաջին հերթին սիրի իր մարմինը։ Ցավոք սրտի մեր հայ կանայք իրենց համար առաջնահերթությունը իրենց մարմինը իրենք չեն, իրենց ընտանիքն է, ինչու՞ չէ նաև կարիերան, հասարակությունը կամ բայց իրենք ավելի շատ ընտանիքին են նվիրված եւ ոչ թե իրենց։ Եվ պետք է կինը սիրի իր մարմինը։ Ընդհուպ եթե ինչ որ մի մաս կորցնում է, այս դեպքում կրծքագեղձը նոր մարմինը պիտի կարողանա սիրի, չէ որ դա իր մարմինն է, չէ որ ինքը հաղթահարել է ուռուցք, չէ որ դա շատ մեծ բան է հոգեբանորեն, ինքը հզոր էակ է։ Իմ կարծիքով այն կանայք, որոնք հաղթահարում են այդ ընթացքը, ինքը հեշտ ընթացք չի։ Իրենք հզոր էակներ են, իրենք հարգանքի են արժանի եւ մեր ամբողջ նպատակը իրենց այդ բոլոր աջակցությունը ցուցաբերելն է, որ կարողանան իրենք հաղթահարել 50% եւ ավել իրենցով է պայմանավորված այս հիվանդությունը հաղթահարելու։ Այս թեմայի մասին շատ քիչ է խոսվում եւ հիմնական ուղղությունը միշտ տարվում է մարդու կյանքը փրկելու ուղղությամբ, բայց հիվանդությունը տևում է տարիներ եւ այդ ընթացքում փաստորեն սեռական կյանքը մնում է ստվերում։ Այնուամենայնիվ թույլատրվում է ապրել սեռական կյանքով, թե ոչ։ Իհարկե թույլատրվում է հենց սկզբից հանելով բուն բուժման էտապները, այսինքն քիմիոթերապիայի այդ 2-3 կամ 4 օրը, որտեղ կինը ուղղակի ֆիզիկապես հնարավոր իրեն ունակ չէ սեռական կյանքի, բուն վիրահատական ընթացքը եւ ասենք դրանից բացի ինքը կարող է իր բնականon կյանքով ապրել, մենք դա խրախուսում ենք եւ նույնիսկ պետք է։ Այո, եւ դա պետք է եւ եթե նա ունենա իր կողքին ճիշտ զուգընկեր, ամուսին, հասկացող, ով իրեն այդ ամեն ինչում օգնում է, նա շատ ավելի արագ կվերականգնվի եւ կհաղթահարի։ Իմ հորդորն է կամ ցանկությունն է, որ կանայք հետամուտ լինեն իրենց առողջությանը, պետք է շուտ հայտնաբերել այս հիվանդությունը։ Եթե մենք շուտ հայտնաբերեցինք, սիրելի կանայք, իմացեք, որ լուրջ բուժումներ չի սպասվում, չեք տուժելու, կրծքագեղձը կպահպանենք, այսօր դրա հնարավորությունը ունենք, մեզ միայն պետք է, որ կարողանանք այն շուտ հայտնաբերել։ Օգնեք մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ հիվանդությունը ինչքան հնարավոր է շուտ հայտնաբերել։ Ներսես տարածված կարծիք կա, որ կրծքագեղձի քաղցկեղի պարագայում պետք է անպայման ցավ զգալ կամ սպասել, որ պետք է ցավ լինի, եւ շատերը նման պարագայում սպասում են ցավի կամ փնտրում են ցավային զգացողություններ։ Ինչ կասեք այդ կապակցությամբ։ Դա սխալ կարծիք է, որովհետեւ քաղցկեղը հատկապես վաղ փուլերում ընդհանրապես ցավով չի ուղեկցվում։ Ցավը քաղցկեղի համար առաջնային ախտանիշ չէ։ Ցավը ի հայտ է գալիս, երբ որ քաղցկեղը արդեն այնքան է տեղում զարգացել, ներաճ դեպի մաշկ, ներաճ դեպի մկան կամ ավշային անգույցները այնքան են մեծացել թևատակում, որ արդեն սխմում են եւ առաջացնում են ցավ, այսինքն ուշացած փուլերում։ Ընդհակառակը, ցավը հիմնականում բարորակ խնդիրների ժամանակ է լինում։ Մենք կրծքագեղձում բացի քաղցկեղից ունենք լիքը բարորակ գոյացություններ, կիստաներ, որոնք կարող են բորբոքվել, ցավ առաջացնել, ֆիբրոադենոմաներ, որոնք կարող են մեծանալ, սխմել կեղձը, ճարպագնդեր, որոնք կարող են նաև բորբոքվել, թարախակարվել, մաստիտ, բորբոքային հիվանդությունները եւ լակտացիոն եւ ոչ լակտացիոն կրծքով կերակրելուց անկախ։ Այս բոլորը, այո, հիմնականում ուղեկցվում են ցավով եւ բայց այստեղ քաղցկեղը չէ։ Դրա համար պետք չէ սպասել, որպեսզի ցավ առաջանա, նոր հետազոտվել։ Եւ պետք չէ վախենալ հետազոտվելուց, որովհետեւ եթե ունենք 10 գոյացություն կամ փոփոխություն կրծքագեղձում, պետք է հիշել, որ ընդամենը 2-ն են քաղցկեղային լինելու, այդ մյուս 8 փոփոխությունները դրանք բարորակ խնդիրներ են եւ պետք չէ դրա համար
խուսափել հետազոտությունից, ընդհակառակը պետք է ինչքան հնարավոր է հետազոտվել, որ այն երկուսը բաց չթողնենք։ Իսկ մնացածը լուծելը հեշտ է։ Նաև պետք է խոսել տղամարդկանց քաղցկեղի մասին։ Ճիշտ է, շատ հազվադեպ է լինում, կրծքագեղձի քաղցկեղի ընդամենը 1%-ն է տղամարդկանց մոտ հանդիպում, բայց դա բավականին ստվերում է այսօր եւ տղամարդիկ կարող են նույնիսկ ինչ-որ բան շոշափեն, բայց ուշադրություն չդարձնեն, որովհետև իրենց մտքի ծայրով չի անցնում, որ հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղ լինել։ Կրծքագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ վտանգավոր է, ինչու, որովհետև գեղձը շատ փոքր է։ Քաղցկեղը առաջանում է, ինքը շատ արագ փուլերով զարգանում է, ինքը տեղ չունի աճելու, գեղձ չկա, ծավալ չկա, միանգամից կպնում է մաշկին, մկանին, պտուկին։ Դրա համար եւ հիմնականում ագրեսիվ տեսակի է լինում տղամարդկանց մոտ։ Դրա համար ցանկացած փոփոխություն տղամարդկանց մոտ պտուկի հատվածում, կոշտացում, ցավ, կարմրություն կամ այն տղամարդիկ, ովքեր ունեն գինեկոմաստիա, այսինքն մի փոքր մեծացած կրծքագեղձ, կանացի տիպի կրծքագեղձ կամ չափից ավել արտահայտիչ կրծքագեղձ, պետք է ուշադիր լինեն, իրենք էլ պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Դեպքերը քիչ են, բայց մենք շատ շուտ կարող ենք բաց թողնել այդ քաղցկեղը։ Այնպես որ պետք է նաև տղամարդիկ էլ հետամուտ լինեն իրենց առողջությանը, հատկապես կրծքագեղձի։ Ներսես թեման անսպառ է եւ ինչքան էլ որ քննարկենք, միևնույն է հարցեր դեռ կլինեն քննարկելու, որովհետեւ թեման նախ քիչ լուսաբանված է եւ շատ ակտուալ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Վստահ եմ մեր թողարկումը դիտելուց հետո շատերը կվերագնահատեն իրենց մոտեցումները եւ գոնե մի օգտակար բան իրենց համար կտանեն տարին մեկ անգամ կայցելեն մասնագետին։ Շնորհակալություն, հիշեք, քաղցկեղը դատավճիռ չէ, ընդամենը ախտանիշ է, հաղթահարելի է հատկապես կրծքագեղձի դեպքում եւ մենք դրա բոլոր հնարավորությունները ունենք։ Եվ պետք է պարտադիր իհարկե գոնե տարին մեկ անգամ դիմել մասնագետին հետագա խնդիրներից խուսափելու համար։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Սեռական հարաբերություն ունենալիս ես միշտ պաշտպանվում եմ, պահպանակ եմ օգտագործում, սակայն վերջերս պարզվեց, որ ինձ մոտ սեռավարակ կա։ Հնարավոր է արդյոք պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը։ Նման դեպքեր բավականին հաճախ են հանդիպում մեր պրակտիկայում եւ տղամարդիկ որպես կանոն շփոթված, խառնված դիմում են մեզ, պարզելու թե որն է պատճառը եւ նշում, որ իրենք միշտ պաշտպանվում են, բայց պարզվել է, որ ունեն սեռավարակ, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ սեռավարակներ։ Բացատրեմ, գործնականում դա հնարավոր է, որովհետեւ նախ պահպանակը 100%-ով չի ապահովում եւ չի ստեղծում անվտանգ սեռական հարաբերություն, քանի որ հարաբերության ժամանակ նախ կարող է պահպանակը վնասվել, պատռվել եւ տղամարդը կարող է դա ոչ զգալ, ոչ էլ նկատել։ Բացի այդ, քիչ չեն այն դեպքերը, երբ պահպանակը մինչև օգտագործելը կարող է օրինակ ժամկետ անց լինել։ Նման դեպքեր կարող են լինել նաև այն դեպքերում, երբ կարող է վնասվել պահպանակը տուփը բացելիս։ Օրինակ, երբ դա անում է զուգընկերուհին, կարող է եղունգով վնասել այն եւ հարաբերության ժամանակ փաստորեն պահպանակը կորցնում է իր պիտանելիությունը եւ օգտավետությունը։ Շատ դեպքերում խնդիրը սկզբնական շրջանում չի նկատվում, որովհետև ինքներդ գիտեք, մենք նախորդ թողարկումների ժամանակ խոսել ենք դրա մասին, խնդիրները մասնավորապես սեռավարակների հետ կապված միանգամից գլուխ չեն բարձրացնում եւ որոշ ժամանակ անց տղամարդը կարող է նկատել գանգատներ։ Որոնք են այդ գանգատները, որոնց պարագայում տղամարդը պետք է արդեն մտահոգվի եւ անցնի հետազոտություններ։ Մռմռոց, հաճախամիզություն, ցավեր, իհարկե սրանք այն գանգատներն են, որոնք որպես կանոն արդեն իսկ խոսում են, որ խնդիր կա, բայց եթե հարաբերությունից հետո կամ հարաբերության ժամանակ նկատել եք, որ պահպանակը վնասվել է կամ դուրս է սահել, ապա մի սպասեք գանգատների հայտ գալուն եւ որոշ ժամանակ անց դիմեք համապատասխան մասնագետի օգնությանը։
Երբեմն նաև կարող են նկատվել այլ տեսակի գանգատներ եւ դրանք հաճախ են հենց հնչում մեր պրակտիկայում, մասնավորապես սեռական թուլության պոտենցիայի հետ կապված խնդիրները եւ վաղաժամ սերմնաժայթքման հետ կապված խնդիրները։ Սրանք էլ առաջանում են որպես բարդություն, որովհետեւ սեռավարակներով պայմանավորված սեռական խանգարումները բավականին շատ են մտահոգում տղամարդկանց։ Ինչ անել նման դեպքերում։ Նախ խոճապի չմատնվել եւ երկրորդն էլ իհարկե անպայման մտածել, որ դրանք գործնականում արդյունավետորեն լուծելի են։ Ինչ պետք է նկատի ունենալ բուժման ժամանակ։ Անցնել համապատասխան հետազոտություն, ունենալ ճշգրիտ ախտորոշում եւ բնականաբար արդեն բուժումը իրականացնելիս առաջին հերթին ձերբազատվել սեռավարակից, այսինքն կատարել հակաբորբոքային հակավարակային բուժում, հանձնել կրկնակի անալիզներ պարզելու եւ համոզվելու, որ խնդիրը անցել է եւ նոր դրանից հետո վերականգնել սեռական թուլությունը կամ վաղաժամ սերմնաժայթքումը, որոնցով հենց հաճախ տղամարդիկ դիմում են մեզ։ Բուժման ժամանակ կարող են օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտը նախատեսված է սեռական թուլության, այսինքն պոտենցիայի խանգարման բուժման համար, իսկ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց մասին ես հիմա կխոսեմ։ Տադաֆորտը նախ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերության համար։ Դեղամիջոցը ունի կողմնակի ցուցումներ, դրանց մասին անպայման բժիշկը պետք է իրազեկի պացիենտին, եւ նաեւ ուզում եմ նշել, որ դեղամիջոցը տարբերվում է մյուսներից իր արդյունավետությամբ, մասնավորապես 36 ժամ պահպանելով իր ազդեցությունը։ Այսինքն, դեղամիջոցը ընդունելուց հետո տղամարդը կարող է 36 ժամվա ընթացքում ունենալ կրկնակի սեռական հարաբերություն, եթե ունի իհարկե համապատասխան սեռական ցանկություն եւ հնարավորություն։ Մյուս դեղամիջոցը, որը համակցված տարբերակով օգտագործվում է Տադաֆորտի հետ միասին, Դապոքսեցինն է, որը ունի նույնպես երկու տեսակի դոզավորում՝ 30 եւ 60։ Տարբերությունն այն է, որ 30-ը օգտագործվում է ավելի թեթև խանգարումների պարագայում, 60-ը ավելի լուրջ, դա արդեն որոշում է բժիշկը կախված խնդրի ծանրությունից եւ վաղեմությունից։ Տադաֆորտի եւ Դապոքսեցինի միաժամանակյա օգտագործումը ապահովում է բուժման արտահայտված արդյունավետություն։ Պացիենտները հաճախ նկատում են, որ որոշ ժամանակ անց լավանում է էրեկցիան, այսինքն պոտենցիան, երկարաձգվում է սեռական ակտի տևողությունը, ինչը տղամարդուն տալիս է վստահություն։ Եվ իհարկե պետք է հաշվի առնել նաև կողմնակի գործոնները, այսինքն եթե լիովին պացիենտը բուժվել է, այս դեպքում նաև պարտադիր պետք է համապատասխան հետազոտություն անցնի նաև իր զուգընկերուհին, որպեսզի խնդիրը չկրկնվի։ Ինչպես արդեն հասկացաք, սեռական գրագիտությունը ամուր սեռական առողջության հիմքն է։ Եթե ունեք սեռական խնդիրներ, մի խուսափեք մասնագետին դիմելուց, որովհետև որքան շուտ դիմեք մասնագիտական օգնությանը, այնքան շուտ հնարավոր կլինի վերականգնել ձեր սեռական առողջությունը։ Եղեք առողջ եւ լավատես։ Այսօրվա համար այսքանը։ Գրեք ձեր հարցերը։ Մենք դրանց արագ արձագանքում ենք բոլոր հարթակներում։ Տարածեք մեր տեսանյութերը։ Թողեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։